Երբ մենք վճարում ենք մեկ հպումով, գումար փոխանցում վայրկյանների ընթացքում կամ առցանց գնումներ կատարում, հազվադեպ ենք մտածում, թե ինչ համակարգ է ապահովում այդ ամենի անխափան աշխատանքը։ Հայաստանում արդեն ավելի քան 2 տասնամյակ շարունակ այս ամենի երաշխավորը առկա համակարգն է, իսկ այսօր ընկերությունը զարգացման նոր փուլում է։ Մենք արքայի ռազմավարության անկյունում դնում ենք բնականաբար առաջին հերթին անվտանգությունը եւ ծառայությունների անխափանությունը մեր համար առանցքային նշանակություն ունի, որ արքան հանդիսանում է Հայաստանի վճարային համակարգի սուվերենության, ինքնիշխանության, ինքնաբավության կարևոր օղակներից մեկը եւ բնականաբար չմոռանալով նորարարության մասին, որովհետեւ վճարային ծառայությունները տեսնում եք ինչ արագ զարգացումներ են ունենում աշխարհում։ Ավելի խելացի լուծումներ, ավելի բարձր պաշտպանվածություն եւ միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածք։ Արքան վերափոխվում է, ստեղծելով այն միջավայրը, որտեղ յուրաքանչյուր վճարում դառնում է ավելի անվտանգ, արագ եւ վստահելի։ Սա պարզապես տեխնոլոգիական փոփոխություն չէ, սա Հայաստանի թվային տնտեսության հաջորդ քայլն է։ Շեմ սահմանել ենք, որ առաջիկա 5 տարիների ընթացքում պետք է ձգտենք, որ համակարգային հասանելիություն լինի 99.982%, դա մոտ տարեկան 1.6 ժամ անհասանելիություն է իրանից ենթադրում, դա լավագույն ցուցանիշն է, որին որ ձգտում ենք։ Եվ մյուս բաղադրիչը հուսալիության տակ դա անվտանգությունն է, որի մասով մեր համար նույնպես առաջնահերթություն է եւ թե տեղեկատվական եւ թե կիբերանվտանգության մասով ընկերությունը բազմաթիվ գործիքակազմեր ներդնում։ 2025 թվականին առկա համակարգով իրականացվել է 18.23 տրիլիոն դրամի ավելի քան 1 միլիարդ գործարք։ Այս թվերը ցույց են տալիս, որ անկախիկ վճարումները Հայաստանում դարձել են առօրյայի անբաժանելի մասը։ Ավելի քան 2.1 միլիարդ դրամ առկա քարտապաններին հետ վճար, միայն 2026 թվականի առաջին կիսամյակում։ Պետական 2% քեշբեքի ծրագիրն արդեն զգալի արդյունքներ է տվել, սակայն քաղաքացիներին շարունակում են հետաքրքրել բազմաթիվ հարցեր։ Թե երբ վերջապես առկա քարտերը կհայտնվեն Google Pay եւ Apple Pay հարթակներում, մեկնաբանում է ընկերության զարգացման տնօրենը։ Մեր կանխատեսումով տարեվերջ կամ հաջորդ տարվա առաջի երամսեկի առաջի կեսին արդեն Google Pay-ում հնարավորություն կլինի գցել եւ օգտագործել առկա քարտերը, իսկ արդեն Apple Pay-ը կլինի 2027 թվականի երկրորդ կիսամյակին։ Առկան զարգացնում է նաև միջազգային ուղղությունը Վրաստանի, Հնդկաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ուզբեկստանի եւ Ղրղստանի հետ ընթանում են ուղիղ փոխանցումների գործարկման բանակցություններ։ Նպատակը միջազգային դրամական փոխանցումները ավելի արագ, պարզ եւ հասանելի դարձնելն է։ Հիմա, այսպես ասած, mainstream-ա դառել այն երկրների համար, որոնք ունեն իրենց ազգային համակարգերը, կլինեն քարտային համակարգեր, QR համակարգեր, թե փոխանցումների ակտիվ իրար հետ համատեղ ինտեգրացիաները ու զարգացումը, հնարավորինս լոկալիզացումը ու անկախության ձեռքբերումը։ Միայն վերջին 5 ամիսների ընթացքում շուրջ 290,000 քաղաքացի ընտրել է առկա քարտը։ Այսօր առկա քարտապանների թիվը մոտենում է 1 միլիոնի։ Ընկերությունում վստահ են ամենակարևոր ձեռքբերումը ոչ թե այս թվերն են, այլ մարդկանց վստահությունը։ Հաջորդ նպատակը առկան դարձնել ազգային քարտային համակարգ ոչ թե օրենսդրական փոփոխությունների, այլ մրցունակ ծառայությունների, նորարար լուծումների եւ ամենօրյա աշխատանքի շնորհիվ։